Ժողովուրդ ջան, շատ հրատապ է Սանկտ Պետերբուրգի բոլոր իմ հետևորդներին, Ռուսաստանում Հայաստանի դեսպանին, բոլոր լրատվականներին, Գագիկ Շամշյանին, բոլորին ա վերաբերվում։ Ժողովուրդ ջան, կորելա հայ երիտասարդ։ Սանկտ Պետերբուրգի ինչ-որ թուրքերի շուկա կա, սպիտակ բեռնատարով տարելա ծաղիկներ, որպիսի վաճառի, իջելա բեռնատարից եւ վերացել է, այդ տղան չկա։ Բոլորը փնտրում են, 8 ամիս է երիտասարդը չկա, մեքենան ուղակի բեռնատարը կանգնած է, երիտասարդը չկա, բեռնատարի համարներն է, սպիտակ բեռնատարը, բեռնատարի համարներն է 271 CA, այսինքն անգլերեն C եւ A տառերը 61 դնելու եմ ստեղ, համարն էլ վիդեոել եմ դնում, հետևից գնայեք, նկարները բեռնատարի կա եւ ով որ ինձ էս ձայնային ուղարկել է։ Ուրեմն Սանկտ Պետերբուրգում ով որ կա, խնդրում եմ, այդ ինչ թուրքերի շուկա է։ Մի հատ զանգեք այդ տղային, ճշտեք տեղը, խնդրում եմ, հայեր ջան, մի հատ գնացեք քթեք այդ երիտասարդին։ Մի հատ ես վախեցած եմ արդեն։ Ես վախեցած եմ ու զարմացած եմ բեռնատարի վարորդը կորելա տիրոջ վրա, բա ուրա բեռնատարի տերը, ինչի ոչ մեկ ձեն չի հանում, ինչի դեսպանատունը չի փնտրում իրա քաղաքացուն։ Խնդրում եմ ժողովուրդ ջան, ոտքի կանգնեք, արագացրեք, շատ շտապ է, 8 ամիս է երիտասարդը չկա։ Թուրքերի շուկայում է եղել, իջել է բեռնատարից, դուրս է եկել ու էլ չկա։ Նախ առաջինը բարև ձեզ, իմ հպարտությունն ասեմ, որ ձեր նման հայ աղջիկներին տենում եմ, որ այսենց իսկականից մեր հայ ազգի կողքին կանգնած են, ես շատ հպարտանում եմ ձեզանով եւ ձեր գցած իստորիաներով, ձեր այդ ամեն ինչով, Երանի մեր ազգի մեջ ձեր նման աղջիկներ շատ լինեին, դա առաջինը, երկրորդը, այդ մեքենան այս ահագին վախտա կանգնած է, համարյա ասում են մե 8 ամիս է, դա Լենինգրադում բազարի մեջ կանգնած է, շոֆերն եկե կանգնել է, ծաղիկները դադարգել է, դուրս է եկել ու անհետ կորել է, ադմինիստրացիան չկար, աշխատանքային օր չէր, ես ախրանայի հետ խոսացի, որ ասեցին սենց է, շոֆերը անհայտ կորած է, Դե իրանց պետք չի, իրանք ավտոն բերել են մեծ բետոնի բլոկը դրել են դեմը, որ այդ մեքենան էլ ոչ մեկ չկարենա տանի։ Ուղղակի ոնց ասեմ, հայկական համարները դա ինձ շատ հարազատ համարներ են։ Ես փորձեցի իմանալ ինչ, ոնց տենց էլ չիմացա։ Եթե դժվար չի Հայաստանում գոնե գտնենք, ինչ իմանամ, էլի չեմ կարա ասեմ, ես միամիտ մտա այդ բազարը դուրս եկա։ Ուղղակի այդ մեքենան ոնց ասեմ, այդտեղ կանգնած էր, ինձ սրտից ցավ տվեց, դրա համար էլ փորձում եմ, ասենք ինչ որ մի բան։ Նկարներն էլ հեսա, այս երկու նկար, այդ մեքենան պրինցիպը հետը կանգնած է։ Համենայն դեպս, եթե դժվար չի, գտնենք էլի, ինչ իմանանք, մարդ է էլի կարող է ինչ որ դեպք կա պատահի, ինչ որ կորել է, կամ ասենք այնտեղ չգիտեն, որ այդ մարդը ստեղ կորել է, ես իմ էլի այդ կարգի, մեքենան կանգնած է, ոնց ասեմ, անտերուդուս կանգնած է, էլի թուրքերի բազարի մեջ։ Համենայն դեպս շնորհակալություն ձեզ, որ արձագանքեցիք, տենց ոնց ասեմ, բայց ասում եմ խորին շնորհակալություն ձեզ, որ մեր հայ ազգի համար ոնց ասած դոշ եք տվել ու դոշ եք տալիս։ Իմ խորին շնորհակալությունը ձեզ։